Ստեփան ողջույն։ Կարծես։ Գիտեմ, որ Metrum Invest-ը այս պահին ունի 9 գործող նախագիծ, որոնցից մեկն էլ Ռոբինյանց համալիրն է, որը բուսաբանական այգու հարևանությամբ է, եթե չեմ սխալվում։ Նաև գիտեմ, որ շուրջ 5 տարի է ինչ ընկերությունը կա։ Խնդրում եմ մի փոքր խոսեք ընկերության գաղափարախոսության մասին եւ ինչպես ստացվեց, որ այս կարճ ժամանակահատվածում նման հաջողություններ գրանցեցիք։ Այո, ճիշտ նշեցիք, 5 տարի, բայց ոչ թե շուրջ 5 տարի, կասեի ընդհանրապես 5 տարի։ Կառուցապատման ու շինարարության ոլորտի ներկայացուցիչները գիտեն, որ 4 տարին, 5 տարին այս ոլորտում շատ քիչ ժամանակահատված է, բայց այդ քիչ ժամանակահատվածում նշած մենք ունենք 9 նախագիծ շուկայում, որոնցից յուրաքանչյուրը յուրատիպ է։ Ունենք, ինչպես ասացիք, բուսաբանական այգու հարևանությամբ Ռոբինյանց կոմպլեքսը, բազմաբնակարան շենքը, ունենք Էդեն պարկը, որը մեծ բնակելի թաղամաս է, 23 շենքից բաղկացած, 4 նախագիծ ունենք վերին անտառային թաղամասում, որոնցից 3-ը պերիոդի դասի են, մեկ 18 հարկանի շենք ունենք Զովոնիում, Դավթաշենի հարևանությամբ, ներդրումային գույք ունենք բնակելի ապարտամանանց ունենք Ծաղկաձորում եւ ունենք Մասիս քաղաքում մեր նոր նախագիծը, վերջին նախագիծը, նորից մեծ 2 բնակարանից բաղկացած բնակելի մեծ շենք։ Metrum Invest կազմակերպության տեսլականն է մեր բնակիչներին ապահովել ժամանակակից քաղաքաշինական նորմերին ու չափանիշներին համապատասխան բնակարաններով։ Այդ տեսլականին համապատասխանելու համար մենք որպես կառուցապատող կազմակերպություն համագործակցում ենք շուկայի առաջատար կազմակերպությունների, ընկերությունների եւ մատակարարների հետ, ովքեր ունեն շուկայում բազում տարիների փորձ։ Մեր թիմի համար առաջնահերթ է ոչ միայն կառուցել, այլ նաև ձևավորել միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կունենա համավարվետության զգացողություն։ Ընդհանրապես, ինչպես նշեցի, 5 տարիների ընթացքում 9 մեծ նախագծի հիմքում ընկած է ահռելի մեծ աշխատանք, շինարարներից մինչև մարքեթինգի բաժին, մինչև վաճառքի բաժին եւ առանց դրա անհնար ուղղակի պատկերացնել, որ այս նախագծերի թիվը տարի այսքան կշատանա ու բոլորը իրենց լուման ներդրում ունեն այս արդյունքների մեջ։ Ստեփան, կխնդրեմ նաև նշեք ձեր նախագծերի ամենայուրահատուկ ու տարբերվող առանձնահատկությունները։ Վերին անտառային թաղամասում կառուցվող մեր շենքերից երևի սկսեմ, այնտեղ 4 շենք ունենք մենք, իդեպ որից մեկը անտառային հենց նախագիծը, որ մեր առաջին նախագծերից է եղել, 2 շաբաթ առաջացել է իր ավարտական ակտը, որը մեր կազմակերպության համար առաջին ավարտական ակտն է, դա նշանակալից իրադարձություն է մեր համար։ Ունենք վերին անտառայինում թվով 3 այլ պրեմիում դասի բնակելի համալիր, պրեմիում դասի այսինքն կենտրոնացված ժողովրդություն, կոնսերտ ծառայություն եւ այլն։ Էմին 6-ն է առանձնանում իր նախ ճարտարապետական լուծումներով եւ արտաքին տեսքով, ինքը ունի, չեմ վախենա ասեմ, յուրատիպ ճարտարապետական լուծումներ ու արտաքինապես տարբերվում է բնակելի շենքերից։ Հանաքել Զեյթուն վարչական շրջանում կառուցվող Ռոբինյանց համալիրի հետ կապված կնշեի, որ բուսաբանական այգու հարևանությամբ, այսինքն դիմային հատվածը շենքի ամբողջությամբ նայում է դեպի քաղաքին եւ դեպի բուսաբանական այգուն, իսկ արդեն ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բուսաբանական այգու տեղում ոչ մի բնակելի շենք չի նախագծվում, չի կառուցվելու, որտեղ այնտեղ շինարարությունը ընթանում դեպի ավելի կանաչապատում, դա կյանքի պուրակ նախագիծն է հիմա իրականացվում, դա առանձնահատկություն է միանշանակ, որտեղ ամբողջ դիմային հատվածի տեսարանները, պատուհանները բացվում են դեպի բուսաբանական այգի եւ քաղաք։ Խոսելիս մեր նախագծերից կուզենայի նաև նշել մեր նոր նախագծի մասին, Մասիս Ցենտրալ բնակելի համալիրը, որը գտնվում է Մասիս քաղաքի ամենակենտրոնում, կենտրոնական հրապարակի հարևանությամբ, որպես այդպիսին կոնցեպտով Մասիս Ցենտրալը յուրատիպ է ինչի համար, որովհետև այդքան մեծ, այսինքն բազմաբնակելի շենք համալիր, որը բաղկացած է 2 բնակարանից, ինչպես մեր դեպքում, նորակառույց շենք Մասիսում չկա։ Կուզենայի նաև նշել մեր ամենամասշտաբային, ամենամեծ նախագիծը Էդեն պարկը, որը որ մեծ բնակելի փակ թաղամաս է, 23 շենքից բաղկացած, իսկ եթե բաժանենք մասնաշենքերի 46 շենքից բաղկացած, որը որ ունենալու է հետագայում կառուցվելուց հետո շուրջ 3000 եւ ավելի բնակարանային ֆոնդ։ Էդեն պարկը կառուցվում է 15 րոպեանոց քաղաք կոնցեպտի հիմքում, ինչա դա նշանակում, որ մարդու ցանկացած բնակչի, թաղամասի բնակչի համար կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքները գտնվում են ընդամենը 15 րոպե հեռավորության վրա։ Էդեն պարկը ունենալու է մեծ սպորտային կտոր, սպորտային համալիր, բաց փակ լողավազան, թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտեր, բասկետբոլի դաշտեր, մանկապարտեզ, խանութներ, սուպերմարկետներ, ռեստորաններ, արհեստական լճակ, վազքուղի, ճեմուղի եւ շուրջ 70,000 կանաչապատ գոտի։ Ինչպես է գնահատում անշարժ գույքը որպես ներդրում դիտարկելու տարբերակը։ Անշարժ գույքն որպես ներդրում դիտարկելուց առաջ պետք է հաշվի առնվեն մի քանի գործոններ, ինչպիսին օրինակ տեղադիրքը, տվյալ տեղադիրքում տենդենսը գնաճի եւ գնիչեցման, կառուցապատողի համբավը, պատմությունը եւ այլ մի քանի գործոններ, որպես այդպեսին մենք ունենք առանձին ներդրումային գույք։ Մեր նախագծերի Սաղկաձոր պարկը պատկանում է բնակելի ապարտ-հյուրանոցային կոնցեպտին, ինքը առանձին ներդրումային գույք է որպես։ Բնակարանները դե վաճառվում են ինչպես զրոյական, այնպես էլ ամբողջովին ներքին հարդարված եւ կահավորված։
Ներքին հարդարումով եւ կահավորումով ձեռք բերելու դեպքում մարդկանց հնարավորություն անձեռնվում համագործակցելու իրոնցային կառավարող մարմնի հետ եւ ստանալու տարին մինչեւ 16% пассив եկամուտ։ Մարդկանց մոտ բնականաբար շատ հարցեր են առաջանում ներդրում անելուց, քանի որ կոնցեպտը նշեցի նոր է մեր շուկայի համար, пассива եկամուտը մինչև 16%, մինչևը բնականաբար ինչ-որ հակասական արտահայտություն է, այս ամեն ինչի մեջ կուզենայի նշել, որ մենք որպես կառուցապատող, այսինքն որպես հետագա կառավարող մարմին, այդպես է կանխատեսումները, ունենք մեր մշակած բանաձևը, որը բնականաբար այսպես հնարավոր չի մանրամասն ներկայացնել, բայց ունենք մեր հստակ բանաձևը, որը որ ներկայացնում ենք բոլոր գնորդներին, ովքեր որպես ներդրումային գույք են դիտարկում ու ցանկանում են հետագայում համագործակցել կառավարող մարմնի հետ։ Բանաձևի պարզաբանումը մարդկանց ինչ-որ չափով վստահություն է բնականաբար ներշնչում, որովհետև մենք գիտենք, թե ոնց են կառավարում, մենք գիտենք մոտավորապես ինչ կանխատեսումներ ունենք ու մենք կարողանում ենք մարդկանց ցույց տալ, թե իրենք ինչ բանաձևով են այդ գումարը աշխատելու ու մոտավորապես ինչքան գումար են աշխատելու։ Ծաղկաձոր պարկը գտնվում է Ծաղկաձորի սրտում, Ծաղկաձորի կենտրոնում, գտնվում է բլրի վրա, որը հնարավորություն տալիս 4 կողմից ունենալու շատ գեղեցիկ տեսարան։ Ճարտարապետական ու տեխնոլոգիական լուծումները նույնպես յուրօրինակ են, օրինակ մասնաշենքերը գտնվում են միմյանց նկատմամբ այնպիսի անկյան տակ, որ ոչ մի բնակարանի պանորամային վիտրաժային պատուհանից չի երևում հարևանի բնականի ներսը։ Ստեփան, ձեր խոսքում վստահությունից խոսեցիք, եւ հիմա գաղտնիք չէ շուկան ինչ մեծ է եւ ամենուր կարող ենք հանդիպել կառուցապատողների։ Հիմա մարդիկ, ովքեր ցանկանում են բնակարաններ ձեռք բերել, ինչու պետք է ձեզ վստահեն։ Գիտեք, եթե այս հարցը ինձ տայիք 5 տարի առաջ, պարտավոր է լինելու այլ ձև պատասխանելու, բայց քանի որ հիմա մենք ունենք արդեն որոշակի պատմություն մեր մեջքի հետևում, ունենք ահռելի մեծ աշխատանք եւ ունենք արդյունքներ, կարող եմ ասել, որ գնորդները կարող են արդեն ուսումնասիրել մեր կազմակերպությունը եւ հիմնվել կազմակերպության Metro Invest կազմակերպության համբավի վրա։ Մենք ունենք սեփական կայք, որտեղ տեղադրվում են բոլոր մեր նախագծերի մասին ցանկացած ինֆորմացիա, սոցիալական կայքերում շատ ակտիվ ենք, ունենք ամսական հաշվետվություններ, որոնք որ ներկայացվում են բոլոր գնորդներին։ Ուստի իմ կարծիքով այս պահին պետք է յուրաքանչյուր մարդ, ով որ ցանկանում է ձեռք բերի անշարժ գույք, ներդրում անի թեկուզ, պետք է ուսումնասիրի պատմությունը, որը որ կանգնած է այդ կառուցապատողի մեջքի հետևում եւ բնականաբար հիմնվի համբավի վրա։ Մենք կառուցում ենք բնականներ մեզ համար, անկախ նրանից այստեղ կբնակվենք մենք թե ոչ։ Ուստի որակի եւ մանուկների նկատմամբ շատ զգայուն ենք։ Շնորհակալություն, Ստեփան։ Ես եմ շնորհակալ։